Աղջիկները ծնվել են ճակատին միաձուլված գանգերով և ուղեղի միայն 1/3-ն էր առանձնացված։ Բժիշկները կանխատեսել էին՝ նրանք կապրեն մինչև 30 տարեկանը։ Ծնված օրվանից Դորին ուներ ողնաշարի ճեղքվածք և ամբողջ կյանքում գանված էր անվասայլակին։ Ի դեպ, Դորիի ոտքերը երբեք չեն աճել։ Մնացել են փոքր և տիկնիկի նման ամբողջ կյանքի ընթացքում այդպես փոքր մնացել։ Դորին հաջողակ կարիերա կառուցեց որպես քանթրի երգչուհի, իսկ քույրը աշխատել է լվացքատանը։ Քանի որ նրանց գլուխները միացված էին, նրանք ստիպված էին իրենց աշխատանքային գրաֆիկը կազմակերպել այնպես, որ մեկը մյուսին չխանգարեր։ 2007 թվականին աղջիկներից մեկը բացահայտում է, որ նա տրանսգենդեր է։ Այդ ժամանակից ի վեր ամեն ինչ փոխվում է։ Իր անունը դնում է նա Ջորջ, մամուլին ասում, որ նա արական սեռի ներկայացուցիչ է, ինչպես նաև աղջիկները սկսում են առանձին ապրել։ Այսինքն մահճակալը կիսվում է, լողանալուց մեկը դրսում է կանգնում, մինչև մյուսը լողանա, որպեսզի իրար բարեմասություններ չտեսնեն։ Հարցազրույցների ժամանակ նրանց շատ էին ասում, որ չեք ուզում առանձնանաք ու ավելի նորմալ կյանք ունենալ, ինչին պատասխանում էին, որ ոչ։ Մենք շատ լիարժեք ենք զգում մեզ հենց այսպես, ինչպես որ կանք։ Նրանք գրածվում են Գինեսի ռեկորդներում 62 տարի միասին ապրելով։